Դե ինչ բարև բոլորին սիրելի ընկերներ, շնորհավորում ենք ձեր 2026 թվականը։ Ես եւ Արամը այսօր ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր եւ թեժ վիդեո։ Մի հատ գրեք տեսնենք մեկնաբանություններով ոնց անցկացրեցիք 2026 թվականը։ Շատ եք քաղցր կերել։ Այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր վիդեո։ Մեկ անգամ եւս շնորհավորում ենք ձեր 2026 թվականը բոլորիս համար հաջողությունների լի տարի լինի ու ես էլ համարում եմ 2026 թվականի առաջին վիդեոն բացված։ Ինչ շուտվանից ձերը չէինք հանդիպել, արդեն 1 տարի անցավ եւ մենք ձեզ հետ կրկին հանդիպեցինք այսպիսի հիասքանչ վիդեոյի շրջանակներում։ Եվ այսպիսով չելենջը շատ պարզ է։ Մեր առջևում կադրված մեծ ափսե եւ փոքր ափսե։ Մատուցողը մեզ բերելու է եւ դնի հենց այստեղ ափսե ուտելիքով։ Մենք այս գլխարկի միջից քաշելու ենք թղթիկներ եւ եթե օրինակի համար ես քաշեցի այս թուղթը, ես պետք է ուտեմ մեծ ափսեով, այսինքն չափն էլ է բարձր, որ մեծ է լինելու։ Եվ նաեւ եթե մասնակիցը հրաժարվում է ուտի մեծ ափսեից այդ ուտելիքը, որը կա, իսկ այսօր շատ թեժ ուտելիքներ են սպասում, ապա նա պետք է ստանա պատիժ։ Իսկ գիտեք ինչ պատիժը, ինչպես տեսնում եք, իմ ձեռքերում է լեգենդար կաստրուլ կան։ Կպահես, որ խնդրեմ, որը այսպես պահվելու է, իսկ ես հետևից այսպես, այս շատ թեթև խփեցին է, որ դուք հասկանաք, եւ այն մարդով չկարողացավ ուտի իր ափսեի մեջինը, ապա ուժգին հարված է ստանալու հենց այս հիասքանչ կոմբինացիայով։ Բայց ինձ թվում է մեծ ափսեի մեջի պարունակությունը ուտել մինչև վերջ ուղղակի անհնարին է լինելու, թե զզվելի լինելու պատճառով, թե իր մեծ չափսերի պատճառով։ Դրա համար հավաքում ենք անպայման 20,000 լայք եւ բաժանորդագրվում ենք Նիկա Թանգյան YouTube-յան ալիքին։ 2026 թիվը սկսում ենք պոզիտիվ վիդեոյով։ Մատուցող բեր։ Դե ինչ արդեն մատուցողը բերեց մեր հիասքանչ ուտելիքը եւ այստեղ մենք ընդհանրապես չգիտենք թե ինչ է։ Եկ հենց հիմա բացենք եւ տեսնենք ինչ է ներսում գտնվում։ Եվ այսպիսով դուք պատրաստ եք Ալիվիե սալատ ժողովուրդ, էս ինչ շատ է։ Մենք պետքա որոշենք թե ով է ուտելու մեծ ափսեով այս ալիվիե սալատը, իսկ ով փոքր։ Կուզեմ ես առաջինը դու քաշես։ Խնդրեմ։ Եւ այսպիսով Արամը քաշում է, տեսնենք ինչ թուղթ է քաշելու, շատ մեծ հույս ունեմ, որ մեծ։ Մեծ։ Մեծ, այո։ Մեծ, այսինքն եթե ինքը քաշել է մեծ աման, այն շանսը, որ ինքը մինչև վերջ կուտի, այն որ 0-ական է։ Կփորձեմ ես։ Շանս չունես, ինձ թվում է մեր աղբոր խոդի ենք գցելու։ Որ դուք պատկերացնեք մեծ ափսեի պարունակությունը ինչքան պետքա լինի։ Լրիվ է։ Այս ամբողջությամբ, չէ, ես փոքր ափսեի համար էլ ալիվիա ունեմ, էլի։ Ալիվիա սիրողներ, մի հատ մեկնաբանություններում սրտիկ դրեք։ Դե ինչ, բարի ախորժակ մեզ։ Ինձ ուղակի դուր է գալիս իմ ալիվիեի չափսերը, իրոք եմ որ հիանալի է։ Արամը սոված է եկել նկարանման, բայց սա ռեալ չի որ դու ուտես, դրա համար Մի հատ էլ մոմենտ կա, եթե ես սա ուտեմ դաժը, մյուսը բայց հաստատ չեմ կարողանա ուտեմ։ մյուս փոքրը կարող չկարողանաս ուտես, դրա համար Ժողովուրդ, խնդրում եմ նայեք Արամի ալիվիեի մեջի պարունակությունը ինչ շատ է։ Դե ինչ պատիժը ընդունելու ժամանակն է, վերցրու խնդրեմ։ Ժողովուրդ, բաժանորդագրության կոճակը հենց տեղ է, հենց հիմա սեղմի, սարքիր նրան մոխրագույն եւ դարձիր Նիկա Թանգյան YouTube-յան ալիքի անդամ։ Շատ էր, ուժեղ արեցի, ես ինադու անսպասելի արեցի, բայց ինձ թվում է այս հարվածը Արամի ականջներին կտա մի որոշ նշան, որ հաջորդ թուղթը պետք է քաշել փոքր ափսե։ Եվ այսպիսով մեր հաջորդ ուտելիքը արդեն սեղանին է եւ առաջինը դու խնդրեցիր, որ ես այս անգամ քաշեմ։ Խնդիր չկա, խնդրեմ, դու խառնի։ Ես հաստատ քաշելու եմ փոքրը։ Նայեք, նույնիսկ ես չեմ նայում, առաջինը ձեզ եմ ցույց տալի։ Մեծ։ Օրո, մեծ քաշեցի, տրամաբանական է, այո, որ Արամինը փոքր է։ Բացի եւ տեսնենք թե ինչ է ես ուտելու։ Եվ դու իհարկե զմերուկ, ինչ հետաքրքիր զմերուկ է փոքրիկ, չէ՞։ Երևի նախատեսված է փոքր ափսեի համար, չէ՞, բայց ոչ։ Ուրեմն Արամը կվերցնի փոքրիկ զմերուկի մի կտոր, իսկ ես պետք է ուտեմ այս զմերուկը ամբողջությամբ։ Գնացինք։ Բլի ինչ վարդագույն է, ընդհանրապես կարմիր չի։ Բայց զմերուկի հոտը զգացի։ Զգացի։ Դե ինչ, ահա մեր ուտելիքները ամեն մեկիս ափսեի մեջ են, Արամի փոքրիկ կտորին նայում եմ եւ հասկանում եմ, որ ես ընդհանրապես շանս չունեմ ուտելու։ Ես որ ճիշտն ասեմ, հասկանում եմ, որ այսքան քաղցրոտ է։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ես չեմ կարող այս զմերուկ ուտել ամբողջությամբ, դրա համար ես պետք է պատժվեմ, իսկ Արամը կերա վերջացրեց իր զմերուկը, անցնենք պատժին։ Պատրաստ եղիր, որ 2026 թվականը կարա լինի
այսպես անսպասելի գա ու Օրո շոտ ուժեր։ Այս սաղուժով խփեց։ չէ, ախպեր, դիլը Դու մեռար, ես քեզ սենց ասեմ, դու անենց հարված ես ստանալու, որ մոտակա մի տարին ընդհանրապես չլսես։ Արամյանը ժեստիկուլացիա լեզվով։ Եկենք խնդրենք մատուցողին, որպեսզի նա բերի մեր հաջորդ ուտելիքը։ Գնացինք։ Դե ինչ մեր հաջորդ ուտելիքը արդեն ափսեի մեջ սեղանին է եւ մենք չգիտենք թե ինչ է ներսում։ Այս անգամ Արամը քաշելու է մեծ ափսեն, չկարողանա ուտի։ Մի հատ անենց պատասխան հարված ստանա, դուք ուղղակի չեք պատկերացնում ինչ դաժանա լինելու։ Խնդրեմ։ Հավեսը Վասիլ, որ ուզում եմ մեծը քաշեմ։ Քաշի, ես էլ եմ շատ ուզում որ մեծը քաշես։ Փոքր։ Օրը լավ, որը ոնց կարա սենց բախտը բերի։ Տա-դա-դա-դա-դա, օրոն գնում էր համարյա տորտ։ Սկսենք, այո, սկսենք, տեսնենք կկարողանամ ես։ Նոր տարի առանց տորտ։ Եվ հաղթանակս տոնեմ։ Մի անգամից։ Հարոշ։ Ժորդ անհնար է, իմաստ չկա այդ անելու, իրոք ես ժամերով ուղղակի ուտելու եմ։ Ուրեմն անցնենք Միկայի պատժին։ Ես շատ էի սպասում, դե ինչ Միք պատրաստես։ Չէ, ժորդ իրոք ականջները անջատվում է ուղղակի մի որոշ ժամանակով։ Հեսա շատ շուտով քո ականջները զգալու են այն, ինչ պետք է զգային արդեն։ Հենց հիմա չգլուշի չի։ Հիմա Այսպես մի հատ ձայն է ականջներիս մեջ։ Որոշ շատ դաժան էր ժողովուրդ։ Բայց դու գիտես ես քեզ ոնց եմ։ Գիտես իմ հարվածը ոնց է լինելու։ Այսպես կանգնելու եմ աթոռի վրա։ Այսպես հարված ասնեմ։ Դա ուղղակի միջ մոլորակը համաշխարհ արեգակնային հարված է լինելու։ Սպասեք ուղղակի այդ հարվածին։ Ժողովուրդ, ես մեծ հույս ունեմ, որ ես հենց հիմա կքաշեմ փոքրը ու ուժգին հարվածս կհասցնեմ։ Ամեն ինչ քո ձեռքերի մեջ է։ Հենց հիմա բաժանորդագրվի, եթե մտածում ես, որ ես կքաշեմ փոքրը ու Արամին կհասցնեմ մի հատ ուժեղ հարված։ Արա լավ, որո։ Մեծ, հասկացանք մեծ։ Եվ այսպիսով եկեք բացենք եւ տեսնենք ինչ է այստեղ ներսում։ Դե ինչ սիրելի ընկերներ, սա իմ սոխն է եւ սա խնդրեմ Արամի փոքրիկ սոխն է, որը Փոքրիկա, բայց մեկը պետք է ուտեմ։ Հələ կարողա չուտի այսքանը, էդ էլ կա, չէ՞։ Դե ինչ, սկսեմ համտեսել։ Ինչ հավեսով ուտում։ Այ արա քիթս բռնվեց։ Չարժես ես կացել մի անգամից։ Փոքր ուտելն էլ է դառան։ Բայց ես պետք է ավարտեմ։ Respect, my brother։ Տեսեք թե ինչպես Արամը խժռեց իր փոքրիկ կտոր սոխը, բայց կապ չունի, մարդը քաշեց փոքր, բա փոքրն էլ պետք է ուտի։ Ֆու, սիրելի ընկերներ, Արամը մարտական կանգնած է, ինչպես տեսնում եք։ Չէ, դու հենց իմ հետևից, բայց մի խփին, հենց կայնի, որ դու էլ երևաս խփելուց, էլի բոլշոբակավոր։ Ես ուրիշ ձևով խփեմ։ Ա խփի ինչ ձևով ուզում ես։ Ես ուզում եմ մի հատ իմ յուրահատուկ ձևերով խփեմ, խնդրում եմ դու չնայես իմ, յա։ Ես ընդհանրապես չեմ նայում քոյան։ Ընդհանրապես չեմ նայում քոյան։ Սպասելի լինի։ Սիրելի ընկերներ, ուզում եմ դες Չերես սեբիա խփի ջոգի։ Իրոք բան եմ ասում, ժողովուրդ փորձեք, ճիշտ է ինչ որ լավ բան չեմ սովորացնում, բայց կարակ տանը եթե մի հատ կաստրուլյա ունեք, այդ կաստրուլյան դնեք ու մյուսը վրեժի ժամանակն է լինելու միանշանակ։ Սիրելի ընկերներ, 1 վայրկյանով շեղվենք վիդեոից, այսօր ես ուզում եմ խորհուրդ տալ X8 VPN-ը, բայց միայն չեմ ուզում խորհուրդ տալ, այլ ուզում եմ մեկնարկել փոքրիկ մրցույթ X8 VPN-ի հետ համատեղ։ Այն լինքով, որը կգտնվի նկարագրությունների բաժնում, ուղղակի անցեք եւ բաժանորդագրվեք այդ VPN-ի Telegram-յան էջին։ Այդ ամենը անելով դուք արդեն ավտոմատ մասնակցում եք խաղարկությանը, որտեղ մենք կխաղարկենք 2 նմանատիպ լեգենդար ամանորյա շապիկ։ Կարճ բացատրեմ ինչի համար է անհրաժեշտ ձեզ VPN եւ ընդհանրապես ինչի են VPN-ից օգտվում մարդիկ։ Եթե դուք ուզում եք ձեր լոկացիան փոխել Հայաստանից, օրինակի համար ԱՄՆ, դուք ուղղակի միացնում եք այդ VPN-ը եւ գեոպոզիցիայով դուք հայտնվում եք Ամերիկայում։ Արդյունքները կամփոփենք 3 վիդեո անց, իսկ մենք անցնենք մեր վիդեոն դիտելու։ Դե ինչ, ահա, եկեք իմանանք թե ինչ ուտելիք է այստեղ։ Պատրաստ ես։ Գնացինք։ Սիրում ես պոնչիկներ։ Ես էլ եմ սիրում պոնչիկներ, բայց ես օրինակ այս ամբողջական կլոր 1 պոնչիկի պուճուրիկ հատվածը կուտեի, գիտես որքան է։ Այսքանը,
Այդքանն եմ ուզում ուտեմ, իրոք ավել չեմ ուզում ուտեմ, ինձ այդքանը լրիվ բավական կլինի։ Մեծ հույս ունեմ, որ հենց հիմա ես իմ մուրը հանելու եմ Արամից ու Արամը քաշելու է մեծ ափսեն ու չկարողանա ուտի 3 հատ էս կլորից։ Քաշի տեսնենք։ Այո, արա չեմ հավատում, ժողովուրդ մեծը քաշեց։ Նայեք, տենում եք գրած է Ծ մեծ վրեժը շատ դաժան է լինելու։ Շատ։ Ոու, սիրելի ընկերներ, Արամը սկսեց իր պոնչիկները, չէ՞ սրահոնները։ Պոնչիկ, հա։ Դոնատ։ Սիրելի ընկերներ, այս դոնաթը, տեսեք ինչ պուճուր դոնաթ է։ Ջուր չեն կարա խմենք։ Այժմ ցենց պետքա պատասխանեի։ Հա։ Այո, հաղթանակ սիրելի ընկերներ, վրեժը, ես ձեզ հիշում եք, որ ասում էի շատ թեժ է լինելու, այսօր 2026 թվականի ամենապոզիտիվ վիդեոն է երևի Միկա Թանգյան ալիքում ու ամենապոզիտիվ ձևով պետքա մի հատ վրեժը լուծել։ Ինչքան էի սպասում այսօրվան, 2025 թվականի ընթացքում ամեն օր սպասում էի այսօրվան։ Ստեղ բաժանորդագրության նշանն է։ Սեղմեք նրան։ 3, 2 Այո, վրեժը լուծված է սիրելի ընկերներ, հիասքանչ հասկանում եմ հենց հիմա Արամի։ Դու սպասի։ Լսում ես? 1, լսում ես? Նորմալ։ Բարձր ես խոսում լսում եմ։ Բայց դու սպասի պատասխանի։ Կաներս ախպերս ես հարվածի համար, 1 2 եթե դու խփելու լինես բան արա, էլի, բայց մի քիչ թեթև խփի։ Չկա տենց բան։ Չկա տենց բան։ Ափսոս։ Ահա եւ մեր այսօրվա վերջին ուտեստը, որը մենք պետք է հասկանանք, թե ով է ուտելու մեծ ափսեում, իսկ ով փոքր։ Եվ այսպիսով վերջի ուտեստն է կծու պախպեղ։ Նայ, մենք բոլորս գիտենք, որ լիմոնից, հələ մենք մի ձև կարողանում ենք լիմոն ուտել, ինձ հետաքրքիր է ոնց ես դու կծուից։ Вообще վատ։ Ես էլ եմ կծուից վատ, ես կծուն սիրում եմ ցենց շաուրմայի մեջ ուտեմ, բայց ցենց տկլոր վիճակում իրան ընդհանրապես չեմ ուզում ուտեմ։ Ես մեծ հույս ունեմ, որ ես կքաշեմ փոքրը ու ընդհանրապես պուճուր կտոր կուտեմ կծուից ու չեմ տանջվի։ Ցած լավ խառն է։ Այն որ գրած է վրան մեծ։ Խնդրում եմ։ Օրո մեծ։ Այտենց, ինչ սպասում եք, դե ստացեք։ Ոու, սիրելի ընկերներ, մենք պատրաստ ենք այս կծու բիբարը ուտելուն, ավելի շուտ ինձ թվում է։ Ես պատրաստ եմ, դու չգիտեմ ո՞ր։ Ընդհանրապես պատրաստ չեմ, որովհետև ժողովուրդ լուրջ եմ ասում, կծու ուտելը այսքան կծու պետք է ուտեմ։ Այսքան էլ նշի, որ էսի։ Էս էլ է դժվար։ Էս էլ է դժվար միանշանակ, դե ինչ, գնացինք։ Մի անգամից ուտեմ, թե ոնց։ Ոնց ուզում ես։ Քաց, մի անգամից ուտեմ։ Ժողովուրդ կծուն զգում եմ արդեն։ Այ, հորս սարևես ինչ կծու է։ Ասի ռիսկ անեմ սաղը մի անգամից ուտեմ։ Ես սրանից ավել ժողովուրդ, ոքի հրաժարվում եմ ուտեմ, սենց ասեմ ձեզ։ Պատկերացրեք ոնց եմ խփելու։ Կծյունությունը վառում անձի ուղղակի։ Ինձ թվում է Արամը մի այլ տիպի վրեժ է լուծելու այս ամեն ինչի համար։ Մի սպոյլեր արա ինձ խփելուց առաջ։ Դե ինչ ժողովուրդ, սա այս վիդեոյի օրես դու էլ ես բարձանում վերևից խփես։ Բաժանորդագրվեք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին եւ դրեք լայք այս վիդեոյին։ Այս չարչարանքները ապարդյուն չեն։ Ես կասեմ, որ հիշում եք, չէ՞, ստե բաժանորդագրման կնոպկեն ստեր։ Հիմա լայքի կնոպկեն աստե։ Ոնց էս վիդեոն շատ դուրս եկել է դրա համար, մի հատ ադուշի լայք։ Այտենց ախպեր, այտենց ով ծիծաղում է նա, ով վերջին է ծիծաղում։ Իրոք որ ուժգին հարված էր Արամի հարվածը, որից հետո իմ ականջները ես ընդհանրապես չեմ զգում։ Ես էլ կոկորտս չեմ զգում, բայց դե մեկ։ Բամ։ Սա 2026 թվականի առաջին վիդեոն էր Միկա Թանգյան YouTube-յան ալիքում։ Անպայման լայքեք եւ մեկնաբանություններում գրեք, եթե կցանկանաք դիտել նմանատիպ վիդեոներ։ Ասա մայստրո։ Ասում եմ, որ այս տարի լինի ձեզ համար շատ ուրախ տարի, դրա համար բաժանորդագրվեք, լայքեր դրեք, տարածեք եւ կոմենտեք։ Եկեք սենց բան պայմանավորվենք։ Հենց հիմա պահում եք երազանք, պահեք։ Պահեցիք։ Հենց հիմա բաժանորդագրվեք, սեղմեք լայք ու եթե դուք այդ երկու գործողությունը անեք,
ես ձեզ խոսք եմ տալի, որ ձեր երազանքները անպայման կկատարվեն, որովհետև չկա ոչ մի անհնարին բան։ Շնորհավոր 2026 թվական։ Ձեր մաղթումներն կոմենտներում գրեք, թե ինչ եք մաղթում 2026 թվականում մեզ եւ ձեզ։ Ձեզ հետ էր Միկա Թանգյանը եւ Արամը։ դուք նայում եք 2026 թվականի ամենաբոմ վիդեոն։ Կհանդիպենք շատ շուտով։ Պաու։